Եվ այսպես ուշադրություն ռուսական շոուներից հայտնի ռուս էքստրասենսը հայտարարել էր, որ երեխան, փոքրիկ Տիգրանի մասն է խոսքը, նա գտնվում է ինչ-որ փակ տարածքում, որը գտնվում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա, նրան խնամում է մի կին և նա ըստ էության առևանգվածի կարգավիճակ ունի և էքստրասենսը նշել էր, որ այդ անձինք, որոնք ըստ նրա, ինչպես ինքը տեսել է, վախենում են երեխային վերադարձնել, քանի որ մեծ աղմուկ է բարձրացվել և նրանք ուղղակի սարսափելի ծանր վիճակում են և երեխային պահում են գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ինչ-որ մի տնակում, ինչ-որ մի թաքստոցում, չես հասկանում, թե ով ինչ է խոսում, նաև քանի որ գետում երեխան չի գտնվել և ոչ միայն երեխան, այլ մի հատ կոշիկ, մի հատ հագուստ, որևէ իր, որը երեխային է պատկանում, չի գտնվել գետից, բնականաբար նման խոսակցությունները միշտ շարունակվելու են, չնայած նրան, որ ասվում է 1000 անգամ, որ չի կարելի խաղալ ծնողների, հարազատների նյարդերի հետ և նման հիմարություններ խոսել, բայց էքստրասենսներ են, չես կարող արգելել որևէ մեկին իր կարծիքը ասել, նրանք իրենք են ընտրում ինչ ասեն, եթե շոուի համար են ասում, ուրեմն իրանք սրիկաներ են, եթե իրականում նման զգացողություն կամ տեսիլքներ ունեցել են ու ասում են, դա նորմալ երևույթ է և պետք է դրան նորմալ վերաբերվել, քանի որ չկա հստակ վարկած, հստակ ապացույց, թե երեխան որտեղ կարող է գտնվել, ինչքան որ իրանք ասում են, որ երեխան ընկել է գետը, այդքան էլ կարող ենք ասել, որ երեխան չի ընկել գետը։ Եվ այս մասին հենց ծնողները, պապիկը խոսել են, որ դե որ երեխան ընկել է գետը, այսքան ժամանակ հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր կամավորականներ իրականացնում են որոնողական աշխատանքներ, մի շոր, մի կոշիկ գտել եք երեխայից բացի, էլ չենք ասում երեխայի մասին, գոնե ցույց տան, որ հեսա երեխայի կոշիկն է գտել են գետից, շուտով կգտնենք երեխային գետում, չէր կարող ուղղակի երեխան անհետանար։ Ջրասուզակները նայել են բոլոր հնարավոր կասկածելի վայրերում, արել են իրենց աշխատանքը փայլուն, չնայած նրան, որ երեք տարծվեց տեսանյութ, որ մի հատ երիտասարդ բողոքում էր, որ փրկարար ծառայությունը լավ չի աշխատում, գալիս են օրը մթնեցնում և գնում տուն։ Մենք չենք տեսել իրանք ոնց են աշխատում առանց կամերաների, այսինքն նկարել են, նկարածը տեսել ենք համացանցում, բայց առանց կամերաների իրանք ոնց են աշխատում, մենք ուղղակի վստահ ենք, որ լավ են աշխատելու, չեն կարա չաշխատեն, սա այն դեպքը չի, որ դու չաշխատես, այն էլ, որ դա քո պարտքն է հայրենիքին, ժողովրդին, և դու դրա համար աշխատավարձ ես ստանում, դու չես կարա չաշխատես։ Եթե դա ամեն ինչը դնենք մի կողմ, գոնե այս ընտանիքը, որ այսօր սենց սարսափելի ծանր վիճակում է, ամեն օր սպասում է փրկարարների խոսքերին, որ գետից կգտնեն կամ ուրիշ տեղից կգտնեն, գնան օր մթնեցնեն գետի շուրջ 2-3 քայլ տան ու գնան տուն, սա ուղղակի մենք չենք կարող հավատալ։ Իհարկե, եթե մարդիկ կան, ովքեր որ էլի սենց բաներ են պնդում, արդեն 1, 2, 3, 4, տենց եթե շարունակվի գյուղացիները ևս սենց բաներ ասեն, կսկսենք մենք էլ հավատալ, բայց գյուղացիները, նաև ծնողները, պապիկը հայտարարել են, որ փրկարարները լավ են աշխատում։ Հիմա ինչ վերաբերում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ խրճիթին, որտեղ որ ըստ էքստրասենսի, որը հենց այնպես էքստրասենս չէր, ուղղակի ռուսական շոուներից շատ հայտնի դեմք, այսինքն օդից այս հայկական TikTok-ի էքստրասենսների չէր, որ գուշակություններ են անում, որ իրանց ինչ-որ նվերներ ուղարկեն, լուրջ էքստրասենս էր, և չենք կարծում, որ օդից ինչ-որ հայտարարություններ կաներ, բայց այնքան խաբեությունները շատ են, որ ոստիկանները չեն կարող շեղվել այլ ուղղությամբ, բայց նայում են, բոլորի ասած տեղերն էլ նայում են, որովհետև անելու ուրիշ բան չկա, այսինքն մի հատ հետք չկա հստակ, որ իրանք գնան այդ հետքի ուղղությամբ ու մնացած բոլոր դեպքերը բացառվեն, ոչ մի բան չի բացառվում, բայց էլի եմ ասում, եթե դուք գիտեք տեղը, պարզ տեսել եք տեսիլքները, եկեք, բոլորը ձեզ կդիմավորեն,
Ձեր անվտանգությունը կապահովեն, գետը չկընկնի հաստատ ու կգտնեք երեխային ձեր տեսած վայրում։ Եվ այսպես ուշադրություն, ինչպես կարելի է իմանալ որտեղ է երեխան, որ ուղղությամբ գնաց եւ որտեղ է հիմա նա գտնվում։ Այսօր ամբողջ աշխարհը օգտվում է արբանյակային ինֆորմացիայից, այսինքն արբանյակները վերևից նկարահանում են եւ դա փոխանցում են մարդկությանը եւ մարդկությունը արդեն համապատասխան ձևով դա օգտագործում է իր սեփական շահերի համար։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական արբանյակը, բայց չգիտենք դա նկարահանման արբանյակ է, թե ինչ արբանյակ է եւ ինչպես է այն աշխատում, բայց մենք ունենք գործընկեր պետություններ, այսպես ասած, թե Ռուսաստանը, թե Ֆրանսիան, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են փոխանցել արբանյակային տվյալներ։ Շատ շատերը նույնիսկ այդ երկրներից Ամերիկային կամ Ռուսաստանին կամ Ֆրանսիային, որ դիմենք, ասենք, գիտեք ինչ կա, միացեն շատ կարևոր դեպք է, որ պետք է բացահայտվի, ամբողջ հանրությունը ներգրաված է, անհանգիստ է, երեխա է կորել եւ այլն, իրենք կասեն, որ արբանյակները կարող են օգտագործվել բացառիկ դեպքերում եւ դժվար թե այդ դեպքը իրանք ընդունեն որպես բացառիկ, բայց մեզ համար բնականաբար բոլորի սիրտը ցավում է եւ միակ, այսպես ասած, լուծումը մենք իհարկե չգիտենք դա ինչքանով է հնարավոր, թե հնարավոր չէ, բայց մենք գիտենք տեղեկատվություններ, որ օրինակ արբանյակային ինֆորմացիան ամբողջությամբ Ամերիկան տրամադրում է Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան հասկանա, թե ռուսական տանկերը, ռուսական զրահատեխնիկաները որտեղ են գտնվում, ոնց են շարժվում եւ այլն։ Եվ վստահաբար այդ արբանյակները նկարահանումներ իրականացնում են ամբողջ երկիր մոլորակի տարածքով եւ շատ հեշտ է գտնել, թե ինչպես է երեխան կորել։ Քանի որ մենք չունենք արբանյակներ, չունենք նման հաստատություններ, մենք շատ հեռու ենք դրանից, դրա համար մենք չգիտենք դա հնարավոր է թե հնարավոր չի, բայց մենք գիտենք, որ ուրիշ պետություններում դա միանշանակ հնարավոր է։ Այս հարցում մեզ կարող է աջակցություն ցուցաբերել օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկան, բայց ելի եմ ասում, մեկ երեխայի համար դժվար թե իրանք գնան նման քայլի կամ դժվար թե Հայաստանի Հանրապետությունը դիմի Ամերիկային կամ Ռուսաստանին, բայց որ վերևից ամեն ինչ երևում է, ամբողջ տեսագրությունները իրանց ձեռքում են, դա միանշանակ է, ցանկացած վայր, ցանկացած մարդու կարողանում են հետևել վերևից եւ այդ հնարավորությունները այսօրվա դարը տալիս է մարդկությանը եւ եթե կա այդ հնարավորությունը, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Ճիշտ է, վերևից նկարանումներ այսօր անում են, բայց դրա մասին չի խոսքը նրա մասն է, որ ժամանակ